Ինչու՞ն նշեցինք, որ կայքում չեն գտնում ապահովագրական հիմնադրամի, պետական հիմնադրամի կառավարիչների անունները։ Գիտեք, դա ինչ բարդ ոլորտ է եւ ինչպիսի պատրաստված ֆինանսական ոլորտի մենեջեր է պետք, որ կարողանա դա ճիշտ կառավարում իրականացնել։ Ապահովագրական միջոցները եւ դրանից բխող ապահովագրական եւ հատուցումները եւ վճարները, դրանք բարդ մեխանիզմներ են, որ փորձառու ապահովագրական ընկերությունները նույնիսկ այդպես հեշտությամբ չեն կարողանում ադապտացվել դրան եւ հեշտությամբ ներդրում իրականացնել։ Հիմա տեսեք, գործող մասնավոր ապահովագրական ընկերությունը կարողանում է հաշվարկել ռիսկերը, մոտավորապես իր մոտ ապահովագրողների չափականակ է պատկերացնում, մոտավորապես բյուջե է կազմում, ըստ բյուջեի ինքը կանխատեսում է դրա որքան մասն է օգտվելու տարվա մեջ անընդհատ, որ մասն է որ 3 տարին 1 կամ 2 տարին 1 է օգտվելու, կարողանում է ինքը ֆինանսական այնպիսի բաշխվածություն ապահովել եւ այնպիսի ֆինանսական հոսքերի կառավարում իրականացնել, որպիսի համակարգը գործի եւ սնանկության չգնա։ Նման պարագայում պետական ապահովագրական հիմնադրամը ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ 2026-ին հենց սնանկության ռիսկի առաջ կարող գան կամ ինչպես որ նշեցիք, կհետաձգեն բոլոր տեսակի հետազոտությունները։ Այսինքն նորից վերադառնալով հարցին, մասնավոր ընկերությունները դուրս են ընդհանրապես մրցակցությունից եւ նրանք չեն կարող մտնել այս համակարգ, որը որ կարող էր եւ ապահովագրական սակագների նվազեցման հանգեցներ, կարող է շատ ավելի որակյալի հանգեցներ եւ այդպես շարունակ։ Ընդ որում պետական այսպես վերահսկողությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել։